Շնորհակալ եմ։ Այս դահլիճում ամենաէմոցիոնալ եւ ամենացավոտ հարցը, որ կարող է հնչել, դա Բաքվի բանտում պահվող մեր հայրենակիցների մասին հարցն է։ Արդեն իսկ հայտնի ճշմարտություն է, որ նրանց խոշտանգում են, այդ տեղեկությունը նաև հաստատեց Նիկոլ Փաշինյանը, եւ նախքան այս դուք հայտարարում եք, որ մենք չենք ուզում մեր հայտարարություններով սադրել խոշտանգումներ, արգելված միջոցների կիրառումը, եւ հիմա ինչու ենք մենք հայտարարություն անում այդ մասին, որովհետեւ տեսնում ենք, որ այլևս սադրել չենք կարող։ Դա արդեն տեղի է ունեցել։ Հիմա իմ հարցը, երբ մեր հայրենակիցներին արդեն խոշտանգել են, դա փաստող լուսանկարները հայտնվել է համացանցում, բացի հայտարարությունները, էլ ինչ եք անում։ Ռուբեն Վարդանյանի փաստաբանը, Ջարեդ Գենեսերը շատ հստակ գործողությունների ծրագիր է նկարագրել, թե ինչ կարող է անել Հայաստանի իշխանությունը, ինչ քայլեր կարող է ձեռնարկել մեր հայրենակիցներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։ Այդ թվում համագործակցել Ադրբեջանի հետ, դուք կարող եք Բաքու ուղարկել գաղտնի ներկայացուցիչ օրինակ, մարդասիրական հաղորդակցության կապուղի բացելու եւ քաղբանտարկյալների ու ռազմագերիների ազատ արձակման վերաբերյալ բանակցություններ սկսելու համար։ Դուք կարող եք խնդրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին եւ ԵԱԿ դիտորդներ ուղարկել Ռուբեն Վարդանյանի եւ մյուսների դատավարությանը։ Նրանք կարող են նաեւ խնդրել իրենց բոլոր այն դաշնակից երկրներին, որոնք դեսպանատներ ունեն Բաքվում, ուղարկել դատական դիտորդներին։ Կարող եք շարունակել եւ ընդլայնել իրավական գործընթացները, խնդրել ԱՄՆ-ին, Ֆրանսիային եւ Եվրոպական միության աջակցություն։ Ես վստահ եմ, դուք ծանոթ եք այս հրապարակմանը, ավարտում եմ։ Հիմա հարցս հետեւյալն է։ Շատ հստակ, բացի հայտարարությունը, ինչ եք անում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ովքեր խոշտանգվում են այն երկրի բանտում, որի հետ դուք պատրաստվում եք խաղաղության պայմանագիր ստորագրել, հաստատել հարաբերություններ, հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։ Հարցին կպատասխանի արտաքին գործ, չէ, հարցին կպատասխանի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, համեցեք պարոն վարչապետ։ Շնորհակալ եմ Տիկին խմբ այն հարցի համար, բայց քանի որ հարցը ավարտեցիք այդպես, ես սկսեմ այդտեղից։ Տեսեք, երբ որ դուք ասում եք այն երկրի բանտերում, որի հետ մենք պատրաստվում ենք խաղաղության պայմանագիր ստորագրել։ Օրինակ խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ գործադրվող ջանքերը մեկն են այն գործողություններից, որը հայտարարություններից անդին կարող է եւ մեծ հավանականությամբ նպաստ կբերի այդ ձեր ասած խնդրի եւ մյուս խնդիրների լուծմանը եւ բոլոր խնդիրների լուծմանը։ Բացի հայտարարություններից մենք շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին, որովհետեւ կարծում ենք, որ դա է այն գործողությունը եւ խաղաղության մթնոլորտն է այն գործողությունը, որը կարող է այդ թվում այդ խնդիրը լուծել։ Ձեր կոնկրետ հարցին, ահա այսպիսի շատ կոնկրետ պատասխան։ Շնորհակալություն։ Արձագանք։ Մինչև դուք մթնոլորտ եք ստեղծում Ադրբեջանի հետ, Ռուբեն Վարդանյանը 15-րդ օրը անցկացնում է հացադուլի մեջ։ Սրանք մեր մյուս ռազմագերիներն են, որոնց կյանքին եւս վտանգ է սպառնում, մինչև դուք մթնոլորտ եք ստեղծում Ադրբեջանի հետ։ Իմ հարցերը շատ հստակ էին, էմոցիաներից զատ։ Բացի հայտարարությունները, դուք էլ ինչ եք անում, էլ ինչ քայլեր եք ձեռնարկում, ինչ կառույցի եք դիմել, ինչ միջազգային գործընկերոջ եք դիմել, վերջերս բազմաթիվ հանդիպումներ եք ունեցել, որ մի գործընկերոջն եք այս հարցով դիմել, որևէ միջազգային կառույցի ներկայացուցիչ ձեզ հաջողվել է ուղարկել
Բաքվի բանտ տեսնելու համար, իրենց աչքերով տեսնելու համար, թե ինչպիսի վիճակում են գտնվում մեր հայրենակիցները։ Կարմիր խաչի գրասենյակը շուտով փակվելու Ադրբեջանում։ Այսինքն այն միակ օղակը, որով մենք հնարավորություն էինք ունենալու ստուգել մեր հայրենակիցների վիճակը, առողջական եւ այլն, այդ դուրն էլ է։ Ավարտեք։ Ինչ եք անում։ Դուք Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Շնորհակալություն։ Ապատասխանեք պարոն վարչապետ, խնդրեմ, համեցեք։ Շնորհակալություն Տիկին Խամոյան։ Տիկին Խամոյան, իսկ մնացածի ժամանակ խես ելույթը չէիք ունենում, 153 գերի ունեինք, այն ժամանակ ինչի՞ չէիք, կամ այդ նկարները որ ցույց եք տալի, այն մնացած տղաների նկարները խիչ եք ցույց տալիս։ Շնորհակալ եմ հարցի համար, նախ ուզում եմ ասել, որ ձեր հարցը կոնկրետ էր, բացի հայտարարությունների ժանրից, ես հայտարարությունների ժանրի մասին ասացի, որովհետև դիմելը դա էլ է հայտարարության ժանրից։ Արտաքին գործերի նախարարը հիշեցրեց, որ մարդու իրավունքների միջազգային կոմիտեի նիստում այդ հարցը լայնորեն արծարծվել է։ Այո, դուք ճիշտ եք ասում, ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատանքային պարտականությունն է կենտրոնանալ ոչ միայն մեկ անձի հետաքրքրությունների, ոչ միայն մեկ անձի ներողություն թույլ կտաք պատասխանեմ, ոչ միայն մեկ անձի, այլև Հայաստանի Հանրապետության պետական շահերի եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերի վրա, այո, այդ թվում համաչափորեն խելամիտ ձևով կենտրոնանալ այդ թվում մեկ անձերի խնդիրների լուծման վրա։ Եթե կա նպատակ այս տրամաբանությունը շրջել, դա ես գլխից ասեմ անիրագործելի նպատակ է։ Շնորհակալ եմ։